Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց լողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Ղևոնդյան, այսպես մի քիչ լայն աշխարհագրություն սկսենք, հետո գանք երևի ներքաղաքական խնդիրների մասին խոսենք։ Տեսեք, հայտարարվեց, չնայած նախորդ կար արդեն տեղեկատվությունը, որ փետրվարին ամենայն հավանականությամբ արդեն ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջան կգա Միացյալ Նահանգների փոխնախագահ Վինսը, ես ենթադրում եմ, որ այստեղ արդեն իմ ենթադրությունն է, որ այդ այցի ընթացքում տեղի կունենա նաև TRIP-ի պայմանական հիմնօրենքը, հա, Հուսանք, ենթադրում եմ էլի։ Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կար։ Նախ մինչև բառացիորեն 5 օր առաջ խոսվում էր այն մասին, որ վենց միայն Հայաստան է գալու։ Հետո նախագահ Թրամփը արդեն իր գրառմամբ ասաց, որ մեկնելու է նաև Ադրբեջան, եւ այստեղ մի շատ կարևոր հանգամանք կար։ Առաջինը այն էր, որ Թրամփը հայտարարեց իր գրառմամբ, որ Հայաստանի հետ խորացնելու են կիսահաղորդիչների եւ միջուկային ոլորտում գործակցությունը, ընդ որում այս դեպքում ըստ էության սկսելու են, որտեղ մենք այդ դաշտում ըստ էության գործակցության փորձ գրեթե չունենք։ Իսկ այ Ադրբեջանին պաշտպանական բնույթի որոշ կոմպոնենտներ կտա Միացյալ Նահանգները, զրահաբաճկումների եւ ռազմական նավակների կամ նավերի մասին էր խոսքը։ Հիմա ինչ ակնկալել այս ամսվա ընթացքում հենց Վենսի այցից։ Ձեր հարցը մի քանի ուղղություն եւ մի քանի դրսեւորում ունի։ Դες այնպես ձևակերպեցի, որ հետո հարցերից վրա ժամանակ չկորցնի։ Նախ նշեմ, որ բուն այցելությունը բավական խորհրդանշական է լինելու, ընդ որում մի փոքր ավելի կոնկրետացնեմ ես, այցելությունը սպասում է արդեն առաջիկա օրերի ընթացքում, այսինքն շատ ավելի շուտ, քան պատկերացնում են, եւ այցելությունը ունենալու է մի քանի դրսեւորում, այդ մի քանի դրսեւորումները լինելու են հուսանք, որ մեկը լինելու է TRIP-ի հիմնարկեքը, հուսանք, որ գետնի վրա դա տեղի կունենա, բայց հաստատապես արդեն Թրամփի գրառումից մենք գիտենք, որ պայմանագիր է ստորագրվելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև տարբեր ուղղություններում համագործակցության, ինչ վերաբերում է կոնկրետ էներգետիկ ուղղությանը, ապա այստեղ մենք իսկապես համագործակցության փորձ ունենք, համաձայն եմ ձեզ հետ, բայց կա օգոստոսի 8-ի համաձայնագիրը, որտեղ էներգետիկ համագործակցության մասով առանձին փաստաթուղթ ունենք, փաստացի այդ փաստաթղթի զարգացումն է լինելու, բայց մի կոնկրետացում էլ ես անեմ, մեծ է հավանականությունը, որ դա կառնչվի ատոմային էներգետիկային եւ կոնկրետ նոր ատոմականների կառուցման, ինչու, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ընդհուպ վարչապետը հայտարարել էին, որ մինչեւ տարվա վերջ որոշում կկայացվի, թե որ տեսակի ատոմականներն են կառուցվելու, փաստացի դա նշանակում է, թե ում հետ են կառուցելու նոր ատոմականները, Հայաստանը ուներ մի քանի առաջարկներից մեկը հենց ամերիկյանն էր եւ իմ կարծիքով ընտրություն կատարվել է եւ այդ ընտրության մասին կհայտարարվի Վենսի այցելության ժամանակ։ Ներողություն, ուղղակի լրացում որպես Թրամփի գրառման մեջ մոտավորապես հենց այդ տրամաբանությունն էլ դրել էր, ասելով, որ մեր կիսահաղորդիչները, որոնք պիտի արտադրվեն Հայաստանում, ըստ էության կսնվեն այն էներգիայով, որը արտադրվելու է հենց Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ միջուկային ոլորտում գործակցության նպատակներից մեկը։ Ակնհայտ է, որ այստեղ ակնարկ կա Հայաստանում ատոմակայանի կառուցման կամ ատոմակայանների կառուցման վերաբերյալ եւ սա մեծ հավանականությամբ վերաբերում է մոդուլային ատոմակայաններին, նրան ինչ երկար ժամանակ քննարկվում էր եւ շատերս էինք կոչանում Հայաստանի իշխանություններին ի վերջո վերջնական որոշում կայացնել եւ սկսել աշխատանքներ այս ուղղությամբ, առավել եւս որ հիմա 2026 թվականն է, իսկ մեծամորի ատոմակայանի գործարկման առավելագույն ժամկետ սահմանված է 2036 թվականը, փաստացի 10 տարի ունենք, ինչը նույնիսկ մի փոքր ավելի քիչ ժամանակահատված է նոր ատոմակայան կառուցելու համար, մեծ հավանականությամբ այլևս հնարավոր չի լինի ատոմակայանի գործարկման ժամկետը, մեծամորի ատոմակայանի գործարկման ժամկետը ավելացնել կապված տեխնիկական խնդիրների եւ բարոյական հաշվետվության հետ, այնպես որ մեզ անհրաժեշտ է օր առաջ սկսել նոր ատոմակայանի կամ ատոմակայանների կառուցումը, որպեսզի 2036 թվականին արդեն ունենանք գործարկում այդ ատոմակայանների։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Վենսի այցին տարածաշրջան, ապա այդ տարածաշրջանը խորհրդանշական է լինելու, այն խորհրդանշելու է օգոստոսի 8-ին կնքված համաձայնագրերի կես տարին,
կես տարի է արդեն, որ այդ համաձայնագրերը կան եւ այդ կես տարվա ընթացքում բավական լուրջ զարգացումներ կան։ Մենք տեսնում ենք թե Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասով, թե առանձին համաձայնությունների մասով եւ այդ համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ, թե տրիպի վերաբերյալ նոր հրապարակված փաստաթուղթը, որտեղ արդեն մանրամասներ են ներկայացված եւ Վենսի այցը ամենայն հավանականությամբ ավելի ամրապնդելու է այս բոլոր ուղղություններով առաջընթացը։ Քանի որ խոսք գնաց էներգետիկ ոլորտի մասին, մի քանի ճշտում փորձենք միասին անել, տեսեք, վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որի արդյունքում հայտնվեց քննադատության թիրախում, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ Այո։ Ես կարծում եմ, որ այստեղ բաց թողում կա այն իմաստով, որ ամբողջությամբ այդ փաթեթը չէր բացվել, որովհետեւ այնտեղ խոսքը չի վերաբերում միայն Ադրբեջանի հետ միանալուն, որովհետեւ Հայաստանը պիտի միանա Վրաստանի էներգետիկ համակարգին, Թուրքիայի էներգետիկ համակարգին եւ այդ ձևով դեպի Եվրոպա տանող էներգետիկ գծին ըստ էության։ Այսինքն Հայաստանը պիտի սկսի դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանել։ Այդ թվում Ադրբեջանը Հայաստանի տարածքով, Վրաստանի տարածքով, Թուրքիայի տարածքով եւ այլն։ Հիմա տեսեք, Եվրամիությունը իր հերթին ասել է, որ ես 500 միլիոն եվրո մենակ դրա համար ձեզ օժանդակություն կտրամադրեմ։ Հաշվի առնելով, որ այդպես ավանդաբար մեր մոտ ընկալում կա, որ ատոմակայանը դեռ Ռուսաստանի հետ ենք աշխատացնում, ժամանակին ՌԱՕԵՍ-ներ էստեղ աշխատում, հիմա ՀԵՑ-ներ, որը մինչև այս վերջին իրադարձությունները Սամվել Կարապետյանի ըստ ռուսական կապիտալի տնօրինման ներքո էր։ Հիմա այս ամենը ինչ է նշանակում, որ մենք Ռուսաստանին ասում ենք հաջողություն բարի ճանապարհ։ Մենք դիվերսիֆիկացնում ենք ամեն ինչ հնարավոր է։ Իհարկե ես կցանկանայի, որ դա իրականություն լիներ, բայց կան ոլորտներ, որտեղ այո, իսկապես մենք դիվերսիֆիկացնում ենք ինչ հնարավոր է։ Գուցե ժամանակի ընթացքում մյուս ոլորտներում էլ դա տեղի ունենա, տեսեք, հուսով եմ մենք այսօր դեռ կխոսենք այդ մասին, բայց կա նաև Հարավկովկասյան երկաթուղի հետ կապված խնդիր, որը նորից դիվերսիֆիկացման խնդրի առջև ենք մենք կանգնած, որի հետևանքով։ Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգերի միանալուն, ես կարծում եմ այստեղ հաղորդակցության խնդրեմ կա, այն ինչ հայտարարում է վարչապետը, այն ինչ խոսում են պետության իշխանության ներկայացուցիչները, շատ դեպքերում հասկանալի չէ սովորական մարդկանց համար կամ մարդկանց որոշ մասի համար։ Ինչ է նշանակում միանալ էներգետիկ համակարգով։ Նշանակում է ունենալ նույն հաճախականության վրա աշխատող համակարգեր, որոնք կարող են մեկը մյուսին հոսանք տալ կամ վերցնել։ Ընդամենը դա չի նշանակում, որ Հայաստանի էլեկտրաէներգիան արտադրվում է Ադրբեջանում կամ Ադրբեջանի էլեկտրաէներգիան արտադրվելու է Հայաստանում։ Ոչ, երկու ինքնավար առանձին համակարգեր են, որոնք աշխատում են նույն հաճախականության վրա, որոնք կարող են մեկը մյուսին փոխանցել որոշակի էլեկտրաէներգիայի ծավալ։ Հիմա, եթե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, ինչպես ասացիք, ունենան այդ նույն հաճախականությամբ աշխատող համակարգեր, ապա հանգիստ կարող են փոխանցել մեկը մյուսին էլեկտրաէներգիա, ավելին կարող են արտահանել այդ էլեկտրաէներգիան։ Ինչու է այս խնդիրը առաջացել։ Սա եւս անհրաժեշտ է, որպեսզի ունկնդիրները հասկանան, թե ինչու ենք եկել կանգնել այսպիսի խնդրի առաջ, եթե երկուսն էլ էլեկտրաէներգիա են, որովհետև գոյություն ունի էլեկտրաէներգիայի արտադրման եւ օգտագործման տարբեր հաճախականություններ գոյություն ունեն, եւ Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ, դեռ խորհրդային միության ժամանակներից սկսած, այլ հաճախականությամբ էլեկտրաէներգիա է արտադրել եւ օգտագործել։ Վրաստանը օրինակ անցել է նոր հաճախականության տարիներ առաջ եւ Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար անհրաժեշտ էր այդ սինխրոնացման գործընթացներ։ Իհարկե ես դրա մասնագետը չեմ եւ այդպես լավ չեմ պատկերացնում, թե այդ գործընթացները ինչպես են արվելու, բայց քանի որ ուսումնասիրել եմ, գիտեմ, որ կային որոշակի գործիքներ կամ էլեկտրակայաններ, որոնք պիտի կառուցվեն, որպեսզի այդ էլեկտրաէներգիան հնարավոր լինի մի հաճախականությունից անցկացնել մյուս հաճախականության եւ արտահանել նորից մանրամասներին չտիրապետելով։ Փաստացի, եթե Հայաստանի Հանրապետությունը կուրս է վերցրել դառնալու այնպիսի պետություն, որի էլեկտրաէներգիայի համակարգը աշխատում է նույն հաճախականության վրա, ինչ Ադրբեջանի, ինչ Վրաստանի, ինչ Թուրքիային է, ապա այդ վերափոխման կայանների խնդիրը վերանում է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը այլևս անհրաժեշտություն չի ունենալու փոխելու իր արտադրած էլեկտրաէներգիայի հաճախականությունը։ Ինչը նշանակում է, որ փաստացի միանալ էներգետիկ համակարգերի միացում նշանակում է անցնել
այն համակարգի, ինչ համակարգով որ աշխատում են այլ երկրները։ Թե որ համակարգն է, որ լավ է, որ համակարգն է վատը, ես չեմ կարող ասել, ինչպես ասացի, որովհետև դրա մասնակետը չեմ, բայց եթե Թուրքիայի նման երկիրը այդ համակարգով է աշխատում, եթե Վրաստանը անցում է կատարել այդ համակարգի, կարելի է ենթադրել, որ այդ համակարգը առաջատար է եւ դա ընդհակառակը Հայաստանի համար առաջընթաց է, ոչ թե ինչ-որ մի հարցում հետընթաց։ Տեսեք, դուք ձեր խոսքում նկատեցիք, որ կա հաղորդակցության խնդիր, իշխանություն, հասարակություն։ Այդ օղակների ինչ-որ արանքում ինչ-որ մի բան պակասում է անընդհատ։ Եվ հաշվի առնելով, որ հիմա որպես լրջագույն սպառնալիք դիտարկվում են ոչ թե խորհրդարանական ընտրությունները, այլ ընտեղեկատվական հարձակումները, որ լինելու են մինչ ընտրությունների ընթացքում եւ ընտրություններից հետո, հա, սա դառնում է բավական լուրջ խնդիր։ Այո։ Սա բավական լուրջ խնդիր է վաղուց, բայց հատկապես ես համաձայն եմ ձեզ հետ նախընտրական շրջանում այդ հիբրիդային պատերազմի տեղեկատվական բաղադրիչը էական խոչընդոտներ է հարուցում հասարակ քաղաքացիների համար տեղեկատվության մեջ կողմնորոշվելու, որովհետև այն տեղեկատվությունը, որը գալիս է, այնքան մեծ է, հոսքը այնքան հախուռն է, այնքան անորոշ է, որ երբ փորձ է կատարվում որոշակի ուժերի կողմից այդ քաոսը մանիպուլացնել, մարդկանց մեծ մասը չի կարողանում կողմնորոշվել, թե այդ քաոսի մեջ ինչն է իրական տեղեկատվություն, ինչն է սուտ, ինչն է իրական, բայց ներկայացվում է սխալ լույսի ներքո։ Եվ որպես վառ օրինակ, հա, վերջին դուք ենթադրում եմ հիմնավոր կամ փաստարկված պատասխան կտակ։ Խաղաղության խորհրդին միանալու համար Հայաստանը պետք է վճարի 1 միլիարդ ամերիկյան դոլար։ Վերջին 3-4 օրվա ընթացքում սա երևի ամենաշատ տարածված տեղեկատվություններից մեկն է։ Որովհետև Միացյալ Նահանգների նախագահ հայտարարել էր, որ երկրներին առաջարկել է հիմնադիր անդամ դառնալ 1 միլիարդ ամերիկյան դոլարներ դնելով, եւ այդ առաջարկը վերաբերել է այն երկրներին, որոնց հետ Միացյալ Նահանգների նախագահը բանակցություններ վարել եւ ոչ թե հրավիրել էր եւ դարձրել էր խորհրդի հիմնադիր անդամ։ Հայաստանին եւ Ադրբեջանին նա հրավիրել է եւ դարձրել է հիմնադիր խորհրդի անդամ։ Ըստ այդմ ենթադրվում է, որ 1 միլիարդի սպասում Հայաստանից եւ Ադրբեջանից չկա, ավելին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով հայտարարեց, որ Հայաստանից ոչ ոք 1 միլիարդ դոլար չի պահանջել հիմնադիր խորհրդի անդամ դառնալու, բայց միայն դա չէ, որ մանիպուլացվում։ Ես հասկանում եմ, բայց ինչու է հենց այս թիվը հիմա այսպես ճախրում մեր տեղեկատվական դաշտում եւ ըստ էության արձագանք չկա։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ այդ 1 միլիարդ դոլարը միակ խնդիրն է, որը ճախրում է մեր տեղեկատվական դաշտում, որը կարելի է բռնել եւ մանիպուլացնել։ Այնինչ անում են հատկապես ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմադիրները։ Տեսեք, եկեք հիշենք, կար Հայաստանում իբր թե 10 մզկիթ կառուցելու Էրդողանի պահանջ, կար Հայաստանի թղթադրամներից մեկի վրա Մասիսը հեռացնելու որոշում եւ այլն։ Այսինքն բազմաթիվ այո, կենսաբանական լաբորատորիաներ եւ այլն, այսինքն բազմաթիվ իրողություններ կան, որոնցից որոշները ակնհայտ սուտ են, որոշները կարելի է վերցնել մանիպուլացնել, որոշների վերաբերյալ կան խնդիրներ առ այնինչ դուք ակնարկում եք առ այն, որ Հայաստանի իշխանությունները չեն տեսնում այդ անհրաժեշտությունը բացատրել Հայաստանի ժողովրդին, այ հաղորդակցման խնդիր, ինչի մասին ես ասացի։ Կան խնդիրներ, որտեղ Հայաստանի իշխանությունները կարծում են դա ինքնաբերաբար հասկանալի է եւ չեն բացատրում, բայց այդպես չէ։ Մոտավորապես ինչպես Հայաստանի քաղաքական դաշտում հայտնի օդիոս դեմքերից մեկը ժամանակին ասում է, թե բոլորը Դուբայում եղել եք, մոտավորապես նմանատիպ վերաբերմունք կա Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների, այդ թվում նույնիսկ այն ներկայացուցիչների, ովքեր որոշակի պատկերացում ունեն այդ ներկայացուցիչների մոտ, ովքեր շատ դեպքերում ինչ որ բան ասելիս կարծում են, թե դրա բովանդակությունը ինքնաբերաբար հասկանալի է, բայց դա այդպես չէ։ Դա ցույց է տալիս այն, ինչի մասին բազմաթիվ մտածողներ, բազմաթիվ վերլուծաբաններ, բազմաթիվ դասական քաղաքագետներ, փիլիսոփաներ եւ այլն հայտնել են, այն, որ լինելով մեկտեղում երկար ժամանակ մարդիկ կտրվում են այնտեղից, որտեղից նրանք եկել հասել են։ Եվ սա արդեն սկսում է նկատվել մեր իշխանության մոտ, մեր իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ։ Լավ կլինի, որպեսզի իշխանության ներկայացուցիչները չկտրվեն այն իրականությունից, որտեղ նրանք ավելի լավ են հասկանում, թե հաղորդակցությունը ինչ դեր ունի, ինչքան է պետք բացել, ինչպես է պետք բացել, խոսքը, որպեսզի դա հասկանալի լինի այն մարդկանց համար, ովքեր իրականում չունեն տեղեկատվության այն պաշարը, որը ունեն իրենք։
Այսինքն ստացվում է, որ իշխանության մի մասը մտել է իր տեղեկատվական զանգի մեջ, հասարակության մեկ այլ մասին վերցրել է այնտեղ, հասարակության մեկ ուրիշ զանգը մտել է, մի մասը մտել է մեկ ուրիշ տեղեկատվական պայմանական ասած ռուսական զանգում է տեղավորվել, մի մասը արևմտյան զանգում է տեղավորվել եւ ըստ էության այդ miscommunication այդ հաղորդակցության բացակայությունը ըստ էության նաեւ բերում է հասարակության պարակտվածություն։ Ես ճիշտն ասած չէի այդպես խիստ առանձնացնի այդ շրջանակներին մեկը մյուսից։ Տեսեք, խնդիրը այն չէ, որ իշխանությունը հասարակության մի մասի հետ ինչ որ մի տեղում է։ Խնդիրն այն է, որ իշխանությունը այն ինչ ներկայացնում է, շատ ներկայացուցիչներ իշխանության եկեք չընդհանրացնենք, այն ինչ ներկայացնում են շատ դեպքերում չեն պատկերացնում, թե այդ ներկայացվածը մինչև որտեղ է անհրաժեշտ բացել, որպեսզի նույնիսկ իրենց հետևորդները, ում դուք ասում եք իրենց հետ են, որպեսզի հասկանան դրա իմաստը որն է, դա ինչ է իրենից ներկայացնում։ Տեսեք, մենք խոսեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ցանցերի միացման մասին։ Շատ շատեր կան, ովքեր իշխանության ընտրող են հստակորեն, ովքեր մշտապես հանդես են եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակիցների շրջանակներում, ովքեր սա ասելով հասկանում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մեկ էներգետիկ համակարգ են ունենալու, ինչը իրականում բացարձակապես այդպես չէ։ Հայաստանը առանձին էներգետիկ համակարգ է ունենալու, Ադրբեջանը առանձին, ուղղակի նրանք մեկը մյուսի նկատմամբ ներդաշնակեցվելու են, որպեսզի կարողանան իրար հետ աշխատել։ Բայց տեսեք, այն ինչ ես ասացի հիմա, դա որևէ մեկը չի բացատրում այդ մարդկանց։ Ինչու չի բացատրում, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, չգիտեմ, ինչ-որ ոլորտի նախարար եւ այլն, երբ խոսում են ինչ-որ բանի մասին, նրանք չեն պատկերացնում, որ դա հասկանալի չէ այն մարդուն, ով իրենց աջակիցն է, բայց չունի համապատասխան տեղեկություն, համապատասխան գիտելիքներ հասկանալու համար այն, ինչ նրանք ներկայացնում են։ Հանրություններին տեսեք, ունենք 3 քաղաքական ուժ, որոնք հստակ հայտարարել են, որ մասնակցելու են գալիք խորհրդարանական ընտրությունների, խոսքը վերաբերում է առանձին մասնակցության մասին։ Դա քաղաքացիական պայմանագիր կուսակցություն է, որը կես տարի առաջ էր արդեն ասել, որ որևէ դաշինքով չի ներկայանալու ընտրություններին։ Դա Հանրապետություն կուսակցությունն է եւ Հայ ազգային կոնգրեսը, որը նույնպես հայտարարեց, որ առանձին ցուցակով է մասնակցելու ընտրություններին։ Հիմա ըստ ձեզ քիչ է մնացել ընտրություններին, այս դիսլոկացիայի ըստ էության բացակայությունը, այսինքն անդիմադիր ուժերը պայմանական ասած ռուսական կողմնորոշում ունեցողների, արևմտյան կողմնորոշում ունեցողների դիսլոկացիայի բացակայությունը ինչով է պայմանավորված, որտեղ ժամանակ չմնաց։ Մեկ քաղաքական ուժ ունենք, որը հայտարարել է, թե դաշինքով է մասնակցելու, դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է։ Ասել է դաշինքով է մասնակցելու, բայց ում հետ չգիտենք ում հետ։ Մի քանի քաղաքական ուժեր կան, որոնք իրականում էական բանի չեն հավակնում, իրենք էլ են արդեն հայտարարել, որ մասնակցելու են, բայց բնականաբար դա քաղաքական գործընթացների առումով նշանակություն չունի։ Խնդիրը իմ կարծիքով հետևյալն է, որ փորձում են անսպասելիության գործոն խաղարկել։ Օրինակ Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժը խաղարկում է այդ անսպասելիության գործոնը, հայտարարում է, որ փետրվարի 12-ին ինչ որ բանի մասին է խոսելու, ինչ որ մեկին առաջադրելու եւ դրանից հետո նաեւ տեսլական է ներկայացնելու։ Այլ հարց է, որ մենք մոտավորապես պատկերացնում ենք, թե դա ինչ է լինելու, այլ հարց է, որ նրանք փորձում են այդ անսպասելիության գործոնի հիման վրա որոշակի դիվիդենտներ քաղել։ Մյուս քաղաքական ուժերը եւս ըստ ամենայնի փորձում են որոշակի դիվիդենտներ քաղել եւ այդ պատճառով էլ չեն շտապում ինչ-որ բան հայտարարել։ Քաղաքացիական պայմանագիրը չունի այդպիսի խնդիր, ավելին քաղաքացիական պայմանագրի դեպքում ամեն ինչ ակնհայտ էր, նրանք պիտի մասնակցեին միայնակ։ Ինչ վերաբերում է կանխատեսումներին, տեսեք, ամենայն հավանականությամբ մեծ մասը քաղաքական ուժերի միայնակ կմասնակցի ընտրություններին։ Հայ հեղափոխական դաշնակցության դեպքում ես շատ հավանական եմ համարում, որ համախմբում կգնա կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջարկված ինչ-որ քաղաքական ուժի հետ կամ նույն մեր ձևով այդ շարժման կողմից ձևավորվող քաղաքական ուժի հետ, որովհետև առանձին հայ հեղափոխական դաշնակցությունը դժվար թե հավակնի շեմը հաղթահարել։ Մյուս քաղաքական ուժերը հիմնականում ըստ ամենայնի փորձեն առանձին մասնակցել, որովհետև նոր ընտրական օրենսգրքով 4%-անոց շեմ է դառնում, ինչը շատ ավելի հեշտ է հաղթահարել քան նախկին 5-ը, բայց քանի որ դաշինքների համար բարձրանում է շեմը, իսկ քաղաքական ուժերը նույնիսկ դաշինքներով 2021 թվականը ցույց տվեց, որ շեմին մոտենալն էլ բավական բարդ էր լինում, հիշենք, որ մեր երրորդ քաղաքական ուժը, երրորդ դաշինքը, որը ազգային ժողովում է, այդտեղ անցել միայն օրենքի ուժով, նա չի կարողացել շեմը հաղթահարել։ Ըստ ամենայնի
քաղաքական ուժերը կփորձեն առանձին մասնակցել, նույնիսկ դաշինքային ցուցակ կձևավորեն, բայց մեկ կուսակցության շրջանակներում։ Օրինակ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կհայտնվեն մեկ այլ կուսակցության ցուցակում եւ այսպիսով կփորձեն 4%-անոց շեմը հաղթահարելու դեպքում հայտնվել խորհրդարան։ Տեսեք, խորհրդարանական ընտրություններում գալի խորհրդարանական ընտրությունների մասն է խոսքը։ Բավական ես ենթադրում եմ, որ բավական մեծ է լինելու արտաքին ազդեցության գործոնը։ Այսինքն տեսեք, արդեն խոսակցություն է գնում, որ Ռուսաստանը միավորում է իր բոլոր քարոզչական այդ կառույցները մեկում եւ 165 միլիոն դոլարի մասին է խոսքը գնում, որ մոտավորապես պատրաստ են հիմա իրենք ներդնել, այսպես ասեմ, հայաստանյան քաղաքական գործընթացներում, բայց այստեղ անարդարացիության որոշակի գործոն կա, որովհետև խոսում են հիմնականում Ռուսաստանից եկող սպառնալիքների կամ ազդեցության փորձերի մասին, բայց այդ ազդեցության փորձերը ունենալու են եւ Միացյալ Նահանգները, ընդ որում արդեն սկսում են փորձերը արվել, եւ Եվրամիությունը, եւ Ադրբեջանը, Թուրքիան, ինչու՞ չէ նաեւ Չինաստանը։ Հիմա այդ գործոնը արտաքին ազդեցության նկատի ունեմ, ըստ ձեզ որքանով է բարձր լինելու եւ որքանով է այն լինելու վտանգավոր։ Ես կրկնեմ այն լրացումը, որ արեցի ձեր հարցի ժամանակ, մենք արդեն ապրում ենք այդ իրականության մեջ, այսօր արդեն Հայաստանի Հանրապետության վրա կա արտաքին ազդեցություն, ինչու ենք շատ ուշադրություն դարձնում Ռուսաստանից արտաքին ազդեցությանը, դա կապված է մեկ կարևոր իրողության հետ։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի մեծ մասը ցանկանում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական երկիր։ Դա ակնհայտ է գոնե վերջին տարիների զարգացումներով, սկսած ընտրություններից, ձևավորված իշխանությունից, վերջացրած Եվրաքվեի այդ գործընթացով եւ այլն։ Ինչը նշանակում է մեկ բան, որ Հայաստանի Հանրապետության վրա արտաքին ազդեցություն գործող քաղաքական ուժերի մեջ ժողովրդավարական ուժերը կամ ժողովրդավարական երկրները, որոնք ազդեցություն են գործում, ավելի մեծ ընդունելության հնարավորություն ունեն եւ ավելի մեծ չափով են համադրվում նրանց շահերը Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերի հետ, քան այն երկրները, որոնք ժողովրդավարական չեն։ Ռուսաստանը ակնհայտ ավտորիտար պետություն է, արդեն տոտալիտար որոշակի հակումներով, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ժողովրդի կամքին հակառակ է։ Նույնը կարելի է որոշակի իհարկե վերապահումներով ասել Չինաստանի մասին։ Չինաստանի ազդեցությունը եւս Հայաստանի Հանրապետության նկատմամբ որոշակի առումով չի համապատասխանելու Հայաստանի ժողովրդի սպասումներին, շահերին եւ ցանկություններին։ Ժողովրդի մեծ մասի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ոչ բոլորն են համաձայն այս օրակարգի հետ։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի արտաքին ազդեցության, որը նույնպես դրական չէ, լավ կլիներ որպեսզի այդ ազդեցությունը չլիներ, բայց մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ գոյություն ունեն ազդեցություններ։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների ազդեցության, որի ազդեցությունը եւ որի առաջարկած Հայաստանի Հանրապետությունը կարճաժամկետ հեռանկարում շարունակելու է լինել ժողովրդավարական երկիր։ Տեսեք, կա հստակ տարբերություն։ Եթե Ռուսաստանը ազդում է, որպեսզի Հայաստանի Հանրապետություն ձևավորվի ռուսամետ իշխանություն, ռուսամետ իշխանությունը ակնհայտորեն փոխելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կարգը։ Արդեն այսօր հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունում համախմբում է տեղի ունենալու, ինչպես են համախմբում անելու այն հասարակությունը, որտեղ կան այսպես երկու արմատապես մեկը մյուսի նկատմամբ, մեկը մյուսի տեսակետները չընդունող ժողովուրդ, միայն մեկ ձևով՝ ճնշումների միջոցով, բռնություններով, այլախոհությունը ընդհանրապես փակելու միջոցով, ինչը տեսնենք Ռուսաստանում։ Փաստացի ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում այն քաղաքական ուժը, որը իշխանության կգա եւ կվարի ռուսամետ քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության ներսում ժողովրդավարական զարգացումները ճնշելու է, փորձելու է թույլ չտալ, որպեսզի իր խոսքերով համախմբում ապահովի, բայց իրականում որպեսզի կարողանա վերահսկել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցանկություններն ու նկարտումները, այնպես ինչպես դա կատարվում է Ռուսաստանում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում իշխանության գա կամ շարունակի իշխանության լինել ինչպես հիմա այնպեսի քաղաքական ուժ, որը ընդունում է Հայաստանի ժողովրդի ցանկությունը լինել ժողովրդավար հասարակություն, ժողովրդավարական հասարակություն, որը ընդունում է, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են իշխանությունները փոխվել ազատ թափանցիկ ընտրությունների միջոցով, որը ընդունում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ապագան եւ այլն, բոլոր այդ ատրիբուտները, ապա այս ազդեցությունը կարելի է որոշակի առումով ավելի քիչ բացասական համարել, բայց կարծել թե կարելի է ձևավորել այնպիսի համակարգ, որը բացարձակապես զերծ լինի արտաքին ազդեցություններից, այդպիսի համակարգ չեն կարողացել ձևավորել նույնիսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ Ողջույն, բայց ձեր ասացի տրամաբանությամբ, թե ավտոկրատիայի, թե դեմոկրատիայի պայմաններում Հայաստանում հնարավոր չէ ունենալ իշխանություն, որը կապահովի Հայաստանի հասարակության գոնե, այսպես չեմ ասում, ամբողջական գոնե մասնակի համախմբում։ Հայաստանի ընդհանրապես ժողովրդավարական հասարակություններում համախմբումը ունի մեկ տրամաբանություն։
փոքրամասնությունը հետևում է մեծամասնության ցանկություններին։ Դա նորմալ է։ Ժողովրդավարական հասարակությունները այսպեսին են, դրանից լավը չկա։ Դրա մյուս տարբերակն այն է, որ փոքրամասնությունը ղեկավարի, ինչպես օրինակ ավտոկրատ հասարակություն, ինչպես օրինակ Ռուսաստանում, կա փոքրամասնություն, որը գլխավորում է երկիրը եւ նրանք ինչ ուզում անում են։ Մյուս տարբերակն այն է, որ փոքրամասնությունը հետևի մեծամասնությանը։ Բնականաբար, եթե կա փոքրամասնություն եւ մեծամասնություն, չկա համընդհանուր համախմբում։ Քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ եթե ապահովվի, այդ դեպքում գուցե համախմբման ինչ որ մակարդակ հնարավոր լինի ձևավորել, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում է, երբ հանրապետականները նախագահ եւ իշխանություն են ունենում, դեմոկրատները ենթարկվում են այդ իշխանությանը, թեև այնտեղ կան բացառություններ։ Բայց ես կարծում եմ դա մեր սերնդի լուծելու հարցը չէ, ուղղակի վիճակի չէ մեր սերունդը դա անել Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ մենք ստիպված ենք լինելու ժողովրդավարության հետևից գնալով հանդուրժել հասարակության որոշակի բևեռվածություն։ Չստացվեց ինքերը որպես սերունդ։ Մենք անցումային սերունդ ենք իրականում։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե մեր նախկին սերունդը ինչ արժեքներ է բերել եւ ինչպիսի պատկերացումներ է ունեցել հասարակության հասարակական փոխհարաբերությունների մասին, եւ մենք կտեսնենք, որ մենք բավականին ժողովրդավարական զարգացման առումով բավականին ավելի շատ բան ենք թողնելու մեր հաջորդ սերունդին։ Քանի որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին թերևս միակ երկրի ներկայացուցիչը, որը խոսել է դա Ռուսաստանի Դաշնությունն է, այնպես չի որ ես ուղղորդում եմ այդ դաշտ, բացապես հետո ստացվեց վերջին ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարություն արեց, որ մի քիչ տարօրինակ էր այն իմաստով, որովհետև փաստահենք չէր։ Նա ասաց, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այստեղ քրեական հետապնդման է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար, ոչ թե ինչ-որ այլ քրեական գործով, այլ քաղաքական։ Հետո հիշեցրեցին արդեն հետո իհարկե, բայց ես ենթադրում եմ, որ պարոն Լավրովին մինչև դա պիտի դա տեղեկացրած լինեին, որ մեղադրանք ժամանակին եղել է, հետո մեղադրանքը հանվել է։ Հիմա այդ ձեր ասած տեղեկատվական ներխուժման փորձերից մեկն էր։ Այո, տեղեկատվական հարվածի փորձերից մեկն էր, բայց ես ճիշտ ասած չեմ կիսում ձեր լավատեսությունը առ այն, որ Լավրովին մինչ այդ տեղեկացրել էին։ Իրականում մեզ մոտ մի փոքր չափազանցված պատկերացում կա Ռուսաստանում, Ռուսաստանի իշխանության ներսում եւ ավելին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ տեղեկատվության մակարդակի մասին բավական քաոսային է, շատ ավելի վատ բառ կա, որ մեր ժողովուրդը օգտագործում է, ես եթե չեմ հնչեցնի, բայց բավական քաոսային է այն տեղեկատվության շրջանառության գործընթացը, ռուսերեն բառ, այն տեղեկատվության շրջանառության գործընթացը, որը տեղի ունենում Ռուսաստանում, եւ շատ են դեպքերը, տեսեք, մեկ օրինակ ուղղակի Ռուսաստանում տասնյակի հասնող գեներալներ բանտարկված են։ Ինչու, որովհետև այն տեղեկատվությունը, որ իրենք պետք է հասցնեին կամ իրենց են հասցրել, չի համապատասխանել այն իրականությանը, որը կա։ Եվ այդ գեներալները փաստացի ստացվում է, որ անկախ իրենց կամքից, բայց կամ իրենց կամքով խաբել են իրենց ղեկավարությունը, հստակ Ռուսաստանի նախագահին։ Եվ նրանցից որոշները բանտարկված են, որովհետև ստացվել է, որ այդ մարդկանց սխալի կամ խաբելու պատճառով Ռուսաստանի բանակը ունեցել է բավական լուրջ խնդիրներ եւ շարունակում է ունենալ բավական լուրջ խնդիրներ։ Եվ ես հակառակում կարելի ասել, եթե համոզված չեմ, ապա շատ մեծ հավանականությամբ ենթադրում եմ, որ Լավրովին հասել է միայն այն, որ Գյումրիի քաղաքապետի նկատմամբ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ այդ մեղադրանքները եղել եւ հետո նոր իրեն պատմել են, որ չէ, միայն դա չէր, այլ բաներ կա։ Շատ հավանական է, որ դա տեղի ունեցած լինի Ռուսաստանում, բայց միևնույն է, նույնիսկ եթե այդպես լինի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը փաստացի Հայաստանի ներքաղաքական հարցերին է խառնվել, ինչը իր գործառույթների մեջ չի մտնում եւ ցույց է տալիս մեկ բան, որ Ռուսաստանում շարունակում են Հայաստանը դիտարկել որպես իրենց չակերտներում ազդեցության գոտիներից մեկը։ Եվ որպես ամփոփում ես արդեն դուք առաջին եք ում այդ հարցը տալիս եմ, երբ Սոլովյովը ասում է այն ինչ որ ասում է, երբ Դուգինը ասում է այն ինչ որ ասում է, երբ պարոն Լավրովը ասում է այն ինչ որ ասում է, այնտեղ ընկալում չկա, որ նույնիսկ մարդիկ, որոնք ըստ էության լոյալ են Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ կարող իրենց կարծիքը փոխեն այդ ամենի մասին։ Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, ինչու, որովհետև մարդկանց այն խումբը, ում ուղղված է այս հայտարարությունը,
Ընդհակառակը իրենք ցանկանում են, որ Սոլովյովի ասածը, Դուգինի ասածը, Լավրովի ասածը իրականություն դառնա։ Ինչքան էլ մենք եկեք չփախչենք իրականությունից, անկեղծ լինենք։ Ինչքան էլ մենք չցանկանանք, բայց Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց մի խումբ, որը չի ցանկանում տեսնել անկախ Հայաստան, որը չի ցանկանում տեսնել ինքնիշխան Հայաստան։ Նրանք ցանկանում են լինել Ռուսաստանի մաս, նրանք ցանկանում են լինել Թաթարստաններ, նրանք ցանկանում են, որպեսզի իրենց ղեկավարի Պուտինի նման առաջնորդ։ Այսինքն, տեսեք, թե Հայաստանի Հանրապետության ներսում որոշ հատված մարդկանց, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թե Ռուսաստանում որոշ հատված մարդկանց աշխատում են այս մարդկանց քվեները չկորցնել, այս մարդկանց աջակցությունը չկորցնել։ Շատերն են, օրինակ, եւ ներկայ իշխանության ներկայացուցիչներ եւս հայտարարում, թե տեսեք Սոլովյովը այսպեսի բան ասաց, Դուգինը այսպեսի բան ասաց, բա ինչու դուք չեք երգում, ինչու դրա դեմ դուրս չեք գալիս։ Բայց չէ որ քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ նրանք չեն կարող դա հերքել կամ դրա դեմ խոսել։ Եթե նրանք դա հերքեն կամ դրա դեմ խոսեն, նրանք կկորցնեն իրենց ընտրողների ձայները, որովհետեւ իրենց ընտրողները, այն մարդիկ, ովքեր գնալու են եւ ձայն են տալու Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, Ռոբերտ Քոչյանի քաղաքական ուժին, Սերժ Սարգսյանի քաղաքական ուժին, դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ցանկանում, որ Հայաստանի անկախ հանրապետություն լինի։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը Հայաստանում SVO-ներ անի եւ Հայաստանի հանրապետությունը դառնա Ռուսաստանի մարզ։ Այդքանից հետո կարծել, թե Լավրովը այն ինչ որ ասում է Հայաստանում պետք է այդ մարդկանց վերաբերմունքը փոխի, կարծում եմ այնքան էլ իրատեսական չէ։ Շնորհակալություն։ Ոչ այնքան լավատեսական ավարտի համար մեր զրույցը հիշեցնեմ այսօր զրուցակիցներ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։